Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, առաջին ալիքի եթերում օրակարգն է։ Թեժ բանավեճ խորհրդարանի արտահերթ վերջին նիստում գլխավոր դատախազի ելույթին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորները ընդդիմացել են Արթուր Դավթյանի պնդմանը, որ դատախազական համակարգը զերծ է կոռուպցիայից։ Նաև դժգոհել են, որ ՊՊՑ գնդի գործով կալանավորվածները չեն կարողանում հանդիպել հարազատների հետ։ Խորհրդարան հաշվետվություն էր բերել նաև Տիգրան Մուկուչյանը։ Քուանշ նշանակում է կասկած, պատգամավորը խաղաքարտերի լեզվով էր խոսում դատախազության գործունեության մասին ելույթում, այս բառը նա գործածեց մի քանի անգամ։ Կասկածում է դատախազության արդար գործունեությանը, դժգոհեց, թե ՊՊՑ գնդի գործով կալանավորվածները հարազատների հետ չեն տեսակցում, հարցրեց ինչու այդ գործով երկրորդ անգամ կալանավորեցին Արթուր Սարգսյանին, երբ նա առողջական խնդիրներ ուներ։ Չարփինջը կապույտ։ Սա արդեն պատգամավորը գործածեց դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի զրոյացմանն անդրադառնալիս, Ծառուկյան խմբակցությունում էլ չեն հավատում արդարությանը, ստերիլ ջերմոցային տվյալներով հաղորդումներ ենք լսում, ասաց պատգամավոր Զոհրաբյանը։ Պետք չէ այստեղ որևէ կառույցի ղեկավար հագնի սրբի վեղար։ Դատախազ Դավթյանը հակադարձեց ընդդիմադիրներին կետ առ կետ, նա պաշտոնյաների մի ցանկ հրապարակեց, որոնք կալանավորված են տարբեր քրեական գործերով եւ նրանց հետ էլ տեսակցություններն արգելված են։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակից։ Սա ամբողջական ցանկը չէ, ասաց Արթուր Դավթյանը, իսկ թե ինչու նույն գործով ժամանակին երկրորդ անգամ կալանավորեցին Արթուր Սարգսյանին, դատախազն ասաց կոռեկտ չէ նրա մահվան շահարկումը, քրեական գործ է քննվում։ Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանմիջոցի պայմանները։ Հստակ դատավարական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր, որ Սարգսյանը պատշաճ ծանուցված լինելով չէր ներկայացել վարույթ իրականացնող մարմին, ավելին խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին։ Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ նոր հանցագործության մեծ ռիսկեր են եղել, հետևաբար Արթուր Սարգսյանի երկրորդ կալանքը հիմնավորված է եղել։ Ընդդիմադիրներն ասում են, որևէ ոստիկան չի կալանավորվել, գլխավոր դատախազը թվարկում է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար 2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ 8 անձ է դատապարտվել, որոնցից 4-ը կալանավորվել են, ապա դատապարտվել են ազատազրկման։ Ոստիկանության 4 աշխատակիցներ են դատապարտվել ՊՊՑ գնդի ծառայության ավագ տեսուչ կապիտան, նույն գնդի հատուկ գումարտակի 2 սերժանտ, ոստիկանության զորքերի սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ, հետո դատախազը հիշեցրեց, օրենքը ընտրողաբար չեն կիրառում։ Թույլ տվեք ափսոսանք հայտնել, որ նույն հնչերանգով ոչ ոք ինձանից չպահանջեց քննարկման առարկա հաշվետու ժամանակահատվածում մեր երկրի համար բացառիկ հանցանք կատարած, շուրջ 15 օր երկրի անդորը խաթարած կազմակերպված զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել։ Ոչ ոք չպահանջեց ապահովել 3 բացարձակ անմեղ, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարող, ծառայության վայրում ոստիկաններին սպանողներին։ Դա ևս իմ պարտքն է։ Հանրապետականից պատգամավոր Կոստանյանն ասաց, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ կապված կան լրջագույն հարցեր, նախկին գլխավոր դատախազը կարևորում է հիմքերը, որոնց առկայության դեպքում միայն կարող է առաջ գալ կալանավորման որոշումը։ Կոստանյանն այստեղ նախագահ Սարգսյանի դատախազությունում օրերս ունեցած ելույթն էլ հիշեց։ Այնտեղ կա ծրագրային այնպիսի հարցեր, որոնց իրականացումը այս դահլիճում հնչեցրած հարցերի 99%-ի լուծումն է։ Կալանքի միջնորդությունների պրակտիկան պետք է փոխել, ազգային ժողովի փոխնախագահն է համաձայնում օմբուդսմենի հետ։ Կալանքը պետք է վերջին միջոց լինի, ոչ թե համարվի համատարած բավարարման ենթակա միջնորդություն։ Օմբուդսմենի գրասենյակում նոր օրինագիծ են մշակել։ Առաջարկվել է Մերձավոր ազգականի կամ օրինական ներկայացուցչի տեսակցությունը արգելելու հնարավորությունն ամբողջությամբ տեղափոխել դատական վերահսկողության ոլորտ։ Գրքերն էլի թեժացան կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդման քննարկմանը։ Ընդդիմադիրները պնդում են, թե անցած խորհրդանական ընտրություններին եղել են խախտումներ, որոնք չեն քննվել։ ԿԸՀ նախագահը հակառակն է հաստատում։ Ընտրակեղծիքի վերաբերյալ որևէ ահազանգ անարձագանք չի մնացել։ Սովետական միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Սովետական միությունում սեքս չկա։ Հիմա ձեր ասածով ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական ռեսուրսի չարաշահում չկա։ Ընտրական օրենսգիրքն ունի կանոնակարգում եւ այնտեղ սահմանված է, թե որը կարող է համարվել վարչական ռեսուրսի չարաշահում։ Եվ բնականաբար հանձնաժողովը պետք է նշված հարցերի վերաբերյալ իրավական գնահատականներ տա այն տիրույթում, որը ամրագրված է այդ օրենսգրքով կանոնակարգումների տիրույթում։ Օրակարգը սպառված է, արտահերթը ավարտված։ Տիրանուշ Մուրադյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Իդեպ ԵԱԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը երկուշաբթի հրապարակեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքների վերջնական զեկույցը։ Գնահատականները ամփոփել է Սոնա Աղբալյանը։
Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունը լավ էր կազմակերպված, հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պահպանված էին։ ԵԱՀԿ ժհմիգի վերջնական զեկույցում կա այն, ինչն արդեն արձանագրված էր դրա նախնական տարբերակում։ Նոր ընտրական օրենսգիրքը համապատասխանում է ժողովրդավարության բոլոր չափորոշիչներին, ասված է զեկույցում։ Դրական գնահատականի է արժանացել նաև հանգամանքը, որ նոր ընտրական օրենսգիրքը հանրության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ իշխանության համատեղ աշխատանքի արդյունքն է, եւ այնտեղ երևում է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ տարված աշխատանքը։ Ընտրությանն առաջին անգամ կիրառված տեխնիկական նորամուծությունները նույնպես չեն վրիպել դիտորդական առաքելության աչքից եւ տեղ են գտել զեկույցի վերջնական տարբերակում։ Դրական է գնահատված քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման փաստը, բայց այն խնդրահարույց է մարդկանց անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, ինչի մասին ժամանակին խոսում էր նաև Վենետիկի հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը լավ է որակված։ Հանրային հեռուստաընկերության լուսաբանումը հավասարակշռված։ Որպես խնդիր զեկույցում նշված է հանրության շրջանում ընտրական գործընթացների հանդեպ վստահության մակարդակը, պետք է ավելի բարձրացնել։ Անդրադարձ կա ձայներ գնելու մասին պնդումներին կամ վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված ահազանգերին։ Առաջարկությունների բաժնում հետագա աշխատանքն ավելի ուղղորդված դարձնելն է։ Պետք է նաև ավելացնել կանանց ներգրավվածությունը, ապահովել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքը, վերացնել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ընտրական մասնակցությանը խոչընդոտող հանգամանքները։ Դիտողությունների մյուս մասը տեխնիկական է, օրինակ տեսախցիկների դիրքի վերաբերյալ, բայց ըստ զեկույցի այդ խնդիրները 2-ից 3% են կազմել։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Արևելյան գործընկերության Քիշնևյան հավաքին Հայաստանի գլխավոր դիվանագետը խոսել է հուլիսի 4-ին սահմանին Ադրբեջանի սանձարձակ գործողությունների մասին։ Քանի դեռ Ադրբեջանը հրաժարվում է միջազգային պարտավորությունները կատարելուց, տարածաշրջանի անվտանգությունը հարցականի տակ է, իսկ սադրանքների հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն, հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական Քիշնևյան հանդիպման հարթակը Բաքվի պատվիրակությունը չարաշահել է սադրիչ նոր հայտարարությունների համար։ Երևանը ի պատասխան հայտարարել է, անվտանգությունը տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Ադրբեջանից մշտապես հնչող սպառնալիքների պատճառով։ Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես բազմիցս դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR-107 համազարգային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Պաշտպանության բանակը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության։ Հայաստանի գլխավոր դիվանագետը նաև հիշեցրել է Բաքվի սանձազերծած ապրիլյան ագրեսիան։ Ադրբեջանը արհամարում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, շարունակում չկատարել 94-95 թվականների համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները։ Քանի դեռ Ադրբեջանը հրաժարվում է այդ համաձայնություններից, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է կանխարգելիչ լինել, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։ Մոլդովայում քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգը, գործընկերության հնգամյա առաջնահերթությունները մշակված են։ Մայա Խաչատրյան, օրակարգ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը 26-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում ընդունել է Մինսկի հռչակագիրը։ Կառույցը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի վերջին խախտումների առաջությամբ, կոչ արել կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին նախատեսում են մեծ հանրահավաք հեղաշրջման փորձի առաջին տարելիցի կապակցությամբ։ Վերլուծաբանների կարծիքով Էրդողանի շրջապատը անելու է ամեն ինչ, որպեսզի այդ օրը փողոց դուրս բերի 2 միլիոնից ավելի մարդ, ի պատասխան հուլիսի 9-ին ընդդիմության աննախադեպ ցույցի։ Հանրապետաժողովրդական կուսակցության 25 օր ընթացող քայլերթի վերջին կանգառում տարբեր տվյալներով 2.5 միլիոն մարդ էր հավաքվել։ Օրակարգի տեսախցիկն է հետևել Թուրքիայի պատմության ամենամասսայական ընդդիմադիր հավաքին։ Առաջին անգամ հիմնական ընդդիմությունը բռնեց փողոցի ճանապարհը, որը գերազանցեց նույնիսկ Գանդիի երթին։ Անկարայում սկսված եւ Ստամբուլում ավարտված արդարության երթ 420 կիլոմետր 25 օր, մեկ կարգախոս եւ օրեցօր երթին միացող տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Մարդիկ կարծում են, որ միայն Էնիս Բերբերօղլուի համար քայլեցինք, բայց դա այդպես չէ։ Թուրքիայում դատական համակարգը քաղաքականացվել է եւ մի քանի հոգու քմահաճույքով է գործում։ Մարդիկ ձերբակալվում են, քանի որ խաղաղություն են ուզում։ Խորհրդարանն էլ գրեթե չի գործում, ընտրված պատգամավորներն անզոր են որևէ բան անել։ Այ հենց այս անարդարություններին վերջ տալու պահանջով սկսեցինք քայլել։
Քլշդարոğlu'nun հասավ իր նպատակներից մեկին միջազգային հանրությունն ու թուրք հասարակությունը գիտակցեցին, երկրում արդարությունն ի սպառ վերացել է։ Կարող ենք ասել, երթն իր նպատակին հասել է, քանի որ իշխանությունն ու ընդդիմությունը ընդունեցին, որ Թուրքիան արդարության եւ արդարադատության նման լուրջ խնդիրներ ունի։ Քլշդարոğlu'nun արդարության երթի վերջին 2 կիլոմետրը միայնակ քայլեց, հասավ Մալթեփեի հրապարակ, որտեղ իրեն էին սպասում նույն պահանջով քաղաքացիները։ 450 կիլոմետր տևած քայլարշավն ավարտվեց այս հրապարակում, որտեղ հավաքված 2 միլիոնից ավել բազմությունը բանտարկում է միայն մեկ տառքախոս՝ իրավունք, օրենք եւ արդարություն։ Քլշդարոğlu'ն պահանջում է Էրդողանից, որ այս մարդկանց համարում է ահաբեկիչ, իսկ կուսակցության անհատ մեջ կատարել փոփոխություն, ջնջելով արդարություն բառը։ Քլշդարոğlu'ն ելույթի ընթացքում 10 կետից բաղկացած մանիֆեստով հանդես եկավ, օրենքի գերակայության վերահաստատում, դատական համակարգի անկողմնակալություն, ճնշումների դադարեցում։ Թուրքիայում խաղաղ երթերը սովորաբար հավանական չեն, ընդդիմադիր կուսակցությանը դա հաջողվեց։ Կարծում եմ, այս երթը սկսեց փոխել իշխանությունների եւ ընդդիմության քաղաքականության բովանդակությունն ու ձևը։ Ակնկալվում էր, որ ժողովրդահանրապետականներն ավելի ագրեսիվ կվարվեն, մինչդեռ Քլշդարոğlu'ն գործելու ամենապասիվ ոճն ընտրեց եւ հաջողության հասավ։ Ընդդիմադիր падգամավորը, որը 25 օր մասնակցել է քայլերթին, կարծում է, իշխանությունը եւս գիտակցում է, արդարության պահանջում մեծ է իր մեղքը։ Մենք ամեն տեսակի վտանգն աչքի տակ ունենալով քայլեցինք, եթե հանուն արդարության եւ իրավունքի պետք է ինչ-որ գին վճարել, ապա մենք դրան պատրաստված քայլեցինք։ Պայմաններն ինչպիսին էլ որ լինեին, պետք է մեր ձայնը նախ ռեժիմին, հետո աշխարհին լսելի դարձնեինք, եւ դա արեցինք։ Ժամանակին Էրդողանը մատնանշելով Մալթեփեի հրապարակը ձեռնոց էր նետել Քլշդարոğlu'ին, եթե վստահես ուժերիդ, ապա այս հրապարակում հանրահավաք անցկացրու։ Հիմա Էրդողանը ստիպված է հուլիսի 15-ին սպասվող հեղաշրջման փորձի առաջին տարելիցին 2 միլիոնից ավելի բազմություն հավաքել։ Գիլիտ Գասպարյան, Նշան Բալյան, Պոլիս, Ստամբուլ, օրակարգ։ Թուրքիայի խորհրդարանը падգամավորներին կտուգանի հայոց ցեղասպանություն եւ Քուրդիստան արտահայտությունների համար։ Օրենսդիրների նոր վարքականոնի հեղինակները իշխող արդարություն եւ զարգացում եւ կոալիցիոն ազգային շարժում կուսակցություններն են։ Թուրքական Հուրիետ պարբերականը նկատում է, որ այսպիսով լռեցնում են այն падգամավորներին, որոնք 1915 թվականի իրադարձությունները կփորձեն ցեղասպանություն կոչել։ Վերադառնանք Հայաստան, Գավառի հայտնի կարտոֆիլը անջուր է մնացել։ Աստղաձորցի այգետերերը բողոքում են, Սևանից մի քանի կիլոմետր են հեռու ապրում, բայց լճի ափին դաշտերը ծարավ են։ Գյուղացիների հետ ջրի մարդիկ են հանդիպել։ Կարտոֆիլի իրենց դաշտերից Սևանը երևում է, միայն երևում չի ոռոգում, դժգոհությամբ այգետերերը Գեղարքունիքում առավոտյան ծայրահեղ քայլի են դիմել փակել Վարդենիսից Արցախ տանող ճանապարհը։ Մեր ապրուստի միջոցը վարվում է։ Աստղաձորի ցավ կտրե ճամփափակ են, ասում են գյուղացիները, ջրվարի հետևից ինչքան վազեն, որ կարողանան ոռոգել նաև վերին թաղի ցանքերը։ 14 օր Օրն 3-4 դրամի կազակ ծախսանք, ընգինք միրավներ հետևից կվրանք, որ մի գրամ ջուր բերենք այդ 23 սոդղ կարտոշկեն մշակենք, որ աշուն մեր երեխեք ուտեն, էդ էլ չկա։ Գյուղը կաղամբը չհաշված միայն կարտոֆիլի 510 հեկտար դաշտ ունի։ Արևը թեժացավ, բոլորը միանգամից ուզում են ոռոգել ջրի պակասի ահազանգը, փորձում են բացատրել ջրտնտպետկոմից։ Երաշտ է։ Այսօր նորի մացանք որ երաշտ է։ 20 օր առաջ երաշտ է դու չգիտեիք ու դու ջուր բաց թողել։ Մենք ջուրը բաց ենք թողում, 20 օր առաջ 5 օր եք թողել։ Ջրի պատճառով հորեղբոր տղա, աներձակ, բոլորն իրար թշնամի են դարձել։ Դժվար էր նախապես փորձարկել համակարգը, հարց են բարձրացնում աստղաձորցիները։ Այս խնդրի ասել, խոսելու հարցն լուծում է մեխա թազան ասուս։ Որ ջուրը նախորդ տարիներից պակաս չէ, պահանջարկն է մեծացել, ջրվարները մարզից ու Երևանից հանձնաժողովականներով տեղում չափումներ են սկսել։ Ջուրն ակունքում միջափ է, այլ դաշտում թվերն իրենց ինչ, բույսը ծարավը հագեցրեց, որտեղ ջրվար են տեսնում կռիվ են անում կարտոֆիլագործները։ Վարկյանով 333 լիտր։ Ցուցմունքը ինչ չի հետաքրքրում, ինձ ապացույցն է պետք, որ ջուրը կա այնտեղ։ Իմ աշկը տեսնի։ Նախորդ տարիներին եւ Սարի ջուրն է եղել եւ պոմպինը, հիմա Սարինը զոլակարը տարել է խմելու, պոմպն էլ չի հերիքում։ Մարդը Սևանի կողքին չկարողանա ոռոգել դաշտերը, գյուղացիների թիկունքը պահում է համայնքապետը։ Նախորդ օրեր ունենք, թող միացնեն, թող ինձ հաշվի բերեն միացնեն, տան գոնե մինիմալը լուծենք։ Արարատյան դաշտը սնուցող լճի ափին բույսն ինչու է թորոմում հարցին մի արդարացում այնուամենայնիվ կա։
Բայց այս տարի համայնքը կնքել է ընդամենը 46 հեկտարի պայմանագիր։ Խնդիրը երկկողմանի է, ընդունել են վեճի երկու կողմերն էլ, ասում է մարզպետը։ Ինձ զեկուցեցին, որ պարտավորվել են մոտակա օրերին տեղադրել նայել հավելյալ պոմպեր։ Զիջում կա, գյուղացիները բացել են ճանապարհը, մնում է ջուրը կարտոֆիլին հասնի։ Հերմինե Բաղդասարյան, Հասմիկ Շահբազյան, Ֆելիքս Ղազարյան, օրակարգ։ Գարնան ցուրտը բերքը վնասել է, բայց երկրի գյուղատնտեսական աճին չի հասնի։ Հայաստանի գլխավոր գյուղատնտեսը լավատես է, նաև այն հարցում, որ կարկուտից տուժած բերքի փոխհատուցումը գյուղացիները կստանան։ Կառավարությունում այժմ ակտիվ հաշվում քննարկում են։ Տեխնիկան բելա նոր ծորեն, հազակալած ծորեն։ Լիզինգով գնված Նիկողոսյանների տրակտորը թեև տարվա ցորենը չհասցրեց ցանել, բայց բերքահավաքին աշխատեց։ Հայկական գյուղերում հողը հերկում են գերմանական, իտալական, ռուսական ու բելառուսական տրակտորներով, նախընտրում վերջինը։ Սա պայել շատ հեշտ է։ 9%-ով արդեն 23 տրակտոր գնվել է, գյուղացին կմարի ընդամենը 2%-ը։ 7% սուբսիդավորում է անում պետությունը և պահանջարկը կա։ Գարնան կարկտահարությունից մինչև 100% տուժած 50 գյուղերի հարցն արդեն կառավարությունում է։ Գործադիրը դեռ որոշում չկայացրած, նոր կարկուտը նոր տարածքներ է վնասում, փոխհատուցում ըստ նախարարի կլինի և հողի հարկը և ոռոգման ջրի վարձը կնվազեցնեն։ Առաջարկը կառավարություն եղել է, որ լինի դիրքորոշումը բոլոր վնասված տարածքների նկատմամբ միանման։ Որպեսզի չկրկնվի անցած տարիների մթերող արտադրող դատ ու դատաստանը, այս տարի մթերողները նախապես կվարկավորվեն։ Ծրագիրը երևի կշրջանառենք այս շաբաթ արդեն եւ ուզում ենք հասցնենք օգոստոս ամսին արդեն տրամադրենք այդ վարկերը, մոտ 2.5 միլիարդի վարկ տրամադրենք 3%-անոց։ Սեպտեմբերից գյուղացիներին տրվող վարկի չափը կբարձրանա, նախկինում 3 միլիոն էր, կհասնի 10-ի, գյուղատնտեսական տարվա ակտիվ փուլն սկսված է, թեև գարնանային ցրտի պատճառով մայիսին 3.5% նվազում է գրանցվել, բայց 3.6% աճ գյուղատնտեսությունը դեռ կապահովի, ասում է Իգնատի Առաքելյանը, առջևում աշուն է, ճտերը հաշվելու ժամանակը։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Զմռանը դատարկված տարաները լցնելու ամռան սեզոնին շաքարավազը չի թանկացել։ Ցանցային մեծ վաճառասրահներում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոնիթորինգ է անցկացրել։ Փաթեթավորված կիլոգրամը 410 դրամով շաքարավազի կողքին կա նաև չփաթեթավորված կիլոգրամը 388-390 դրամ արժեքով շաքարավազ։ Հակամոնոպոլ մարմնից պնդում են, որ շաքարավազի շուկան մրցակցային է։ Վերջին մեկ տարում Հայաստանը սկսել է ԵԱՏՄ-ից, Ռուսաստանից էլ շաքարավազներ կրել, ինչը գերիշխող դիրքով տնտեսվարողին թույլ չի տալիս շուկայում միանձնյա թելադրող լինել։ Օրակարգը սկսում է ռեպորտաժների շարք նվիրված հայ-ամերիկյան առևտրատնտեսական 25-ամյա կապերին։ Առաջինը պատմում ենք մեր ճարտարագիտական մտքի արտադրական հսկայի Սինոպսիս Արմենիայի մասին։ Այս տարիների ընթացքում եւ նոր ծրագրեր են ի հայտ եկել եւ մեր աշխատակիցների թիվն ավելացել։ ԱՄՆ պետքարտուղարի կորպորատիվ գերազանցության վկայական 2010-ին, դրանից հետո Սինոպսիսը միայն զարգացրել է գործը։ Պատմությունն է, մեր շատ սեղմ ներկայացված։ IT ինդուստրիան մասնագետներով ապահովելու համար Հայաստան գալու հենց հաջորդ տարում Սինոպսիսը նախաձեռնել է նախագահի կրթական պարգևը։ Layout դիզայն ինժեներ Դավիթը լավագույններից մեկն է։ Նրա խոսքով Սինոպսիսն իր սխեմաներով ամենուր է բոլոր տիպի սարքերում։ Եթե այդ սարքը չի նախագծվել Սինոպսիսի գործիքներով, ապա նախագծվել է գոնե ինչ-որ մասը նախագծվել է Սինոպսիսի ինժեներների կողմից։ Ամերիկյան ընկերությունն այստեղ հայկական ինտելեկտուալ կարողություններով այնպիսի կրթական համակարգ է ստեղծել, որն անցնելուց հետո մասնագետները տիրապետում են ամենաարդիական տեխնոլոգիաներին առանց Հայաստանից մի մետր հեռանալու։ Նրանցից շատերը դառնում են որակյալ շատ բարձր կարգի մասնագետներ, որոնք կարող են աշխարհի ցանկացած նմանատիպ ընկերություններում ամենաբարձր դիրքեր գրավել, բայց նրանցից շատերը այստեղ են, Հայաստանում են։
Հայաստանում մշակած ծրագրերով աշխարհի 1000 համալսարաններ են մասնագետներ պատրաստում։ Դրանց ուժեղ կողմը տեսականի ու գործնականի հաջող համադրումն է։ Ամեն ինչը պատրաստում են այստեղ, որպեսզի դրսում ուսանողները կարողանան այդ ծրագրերով սովորել, ինչպես նաև այլ երկրներում, ինչքան գիտեմ Չինաստանում եւ Միացյալ Նահանգներում նույնպես։ Ընդամենը 3 տարի առաջվա ուսանողներն արդեն բարձր տեխնոլոգիական լուծումներ են մշակում աշխարհի բոլոր հզոր ու նույնիսկ քիչ հայտնի ընկերությունների պատվերով։ 7 նանոմետր տեխնոլոգիաներով մենք արդեն նախագծեր ենք անում։ Դա կոպիտ ասած վերջն է։ Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Իսրայելում, IT գերտերություններում ու մնացած երկրներում մասնագետներն ամեն տարի պատրաստվում են միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի։ Սինոպսիսն այն դարձրել է հեղինակավոր ու իր ձեռքբերումներով Հայաստանը դիրքավորել բարձր կետում։ Մենք այդ առումով առաջատար ենք տարածաշրջանային բոլոր երկրների հետ թվում նաև Ռուսաստանի։ Սինոպսիսն իր 750 մասնագետներով արդեն $2 միլիարդ տեխնոլոգիական ներդրումներ է արել Հայաստանում։ Ավելին կարող է իր 1100 հոգանոց թիմով, էլ ավելին ժամանակի ընթացքում։ Այս տարիներին արդեն 32 սինոպսոիդ է լույս աշխարհ եկել։ Արմինե Ուդումյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Մինչ Երևանում կինոսերները ոսկե ծիրանի ֆիլմերի ցուցադրություններին են մասնակցում, Մոսկվայում հայկական ոսկի ծիրանը ռուսների աչքն է շոյել, համով հիացրել։ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է ծիրանի ամենամյա փառատոնը։ Հայաստանը ծիրանի բույրով հյուրընկալվել է Մոսկվայում։ Արդեն 4-րդ տարին Մոսկվայի սրտում հայկական տոնը համախմբում է դաշնությունում բնակվող այլազգի մարդկանց։ Տոնից անբաժան է նարդու եւ շախմատի մրցաշարը։ Հաղթողներին գավաթ են խոստացել, իսկ ամենատարեցին այն հանձնում են անկախ ծառի հաջողությունից, որպես հարգանքի նշան։ Տոնավաճառում այցելուները հայի ձեռքի աշխատանքի նրբությունն ու ճկունությունն են գնահատում, մրգեր համտեսում։ Միջոցառման համար հատուկ չվերթով Երևանից Մոսկվա է բերվել մի քանի տոննա ծիրան։ Հենց նոր փորձեցի ծիրանը, շատ համեղ է, շատ ուրախ մթնոլորտ է, երազում եմ գնալ Հայաստան։ Ծիրանի տոնը օրինակ է, թե ինչպես են մի ժողովրդի ավանդույթները դառնում ընդհանուր մշակույթի մաս, ասում է Մոսկվայի կառավարության ներկայացուցիչը։ Ծիրանի տոնը դարձել է ոչ միայն հայերի, այլև դաշնության բոլոր ազգություններին համախմբող տոն։ Հյուրերն առաջարկում են միայն ծիրանով չսահմանափակվել, Արարատի երկիրն արևահամ այլ մրգեր էլ ունի։ Մերի Եգորյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Օրակարգի հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, կհանդիպենք այդ ժամին։